Թեև հունիսի 7-ի ընտրությունների գիշերը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը տարել է հաղթանակ եւ միանձնյա ձևավորում է ապագա կառավարությունը, իշխանական կուլիսներում ընտրությունների արդյունքների շուրջ քննարկումները չեն դադարում։ Ժողովուրդ օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ վարչապետ Փաշինյանը դժգոհ է ոչ այնքան ընտրությունների վերջնական արդյունքներից, որքան իրեն նախընտրական շրջանում ներկայացված կանխատեսումներից։ Մեր տեղեկություններով մինչև ընտրությունների օրը վարչապետին զեկուցել են, որ ՔՊ-ի աջակցությունը գտնվում է 65-ից 67%-ի միջակայքում եւ իշխանությունը ոչ միայն վստահ է հաղթանակի, այլև սահմանադրական մեծամասնության հասնելու իրական հնարավորություն ունի։ Սակայն ընտրությունների արդյունքները ցույց տվեցին բոլորովին այլ պատկեր։ ՔՊ-ն ստացավ շուրջ 49% ձայն, ինչը զգալիորեն տարբերվում է վարչապետի ներկայացրած կանխատեսումներից։ Ժողովուրդ օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ Փաշինյանը ներքին քննարկումների ընթացքում հանձնարարել է պարզել, թե ինչու են իրեն ներկայացվել իրականությունից կտրված գնահատականներ, ընդ որում խոսքը վերաբերվում է ոչ միայն կուսակցական կառույցներին, այլ նաև այն շրջանակներին, որոնք զբաղվել են ընտրական տրամադրությունների եւ քաղաքական իրավիճակի գնահատմամբ, այդ թվում իրավապահ կառույցները։ Մեր տեղեկություններով իշխանության ներսում արդեն սկսվել է փոխադարձ արդարացումների փուլը։ ՔՊ-ի որոշ ներկայացուցիչները փորձում են բացատրել արդյունքների տարբերությունը նրանով, որ ընտրություններին ընդառաջ Ռուսաստանից մեծ թվով քաղաքացիներ են ժամանել Հայաստան եւ իրենց ձայնը տրվել է Սամվել Կարապետյանի գլխավորած Ուժեղ Հայաստան դաշինքին։ Սակայն իրականում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տվյալներով 2026 թվականի մայիսի 1-ից հունիսի 4 նկատ ժամանակահատվածում Հայաստան ժամանած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թիվն ավելի փոքր է, քան նախորդ տարվա ճիշտ նույն օրերին։ Ըստ պաշտոնական տվյալների 25 թվականի մայիսին եւ հունիսին առաջին 4 օրերին օդային եւ ցամաքային ճանապարհով Հայաստան է ժամանել 193,047 ՀՀ քաղաքացի, իսկ 26 թվականի նույն օրերին 179,657 քաղաքացի։ Տարբերությունը 13,390 ՀՀ քաղաքացի, որը կազմել է 7.5%։ Այսինքն այս հայտարարությունները, թե ՌԴ-ից Հայաստան է եկել մարդիկ քվեարկելու ընդդիմությանը, պարզապես կեղծ են ու փաստորեն խաբված է նաև վարչապետը։ Չի բացառվում որոշ իրավապահներ սխալ կանխատեսումներ եւ պնդումներ են արել, որի պատճառով կազատվեն պաշտոններից։